Բարև ձեզ, այ ժամի նորություններն է ներկայացնում հորիզոն լրատվականը 23 հոկտեմբերի 5 շաբթի։ Գյումրիում տեղ ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 15 անձի նկատմամբ որպես խափանամիջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվել դատարան։ Շիրակի մարզի առաջին այդյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, Գյումրիի ավագանո անդամ Գևորգ Ղուկասյանը, նա քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է, Բարգավաճ Հայաստան կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը, Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը։ Ավելի վաղ կալանավորվել էին Գյումրիի քաղաքապետը, քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Խորհրդարանում այսօր ևս պատգամավորների ելույթները հիմնականում ոչ թե քննարկվող բուն հարցերին են վերաբերել, այլ դաշնակցությանն ուղղված իշխանության մեղադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ցորենին։ Ապաշրջափակման դիմաց Ադրբեջանը զիջում է արել։ Մենք միշտ ինչ էինք փորձում հասկանալ, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի երկկողմ հռչակագիրը, որը այստեղից փորձում էր ներկայացվել որպես եռակողմ գրողը տանի, որն է փոխադարձ առավելությունը։ Հիմա մենք հասկացանք, Հայաստանի այսօրվա իշխանությունները ադրբեջանցիներին տալիս են միջանցք։ Այդ բառը ով ինչպես ուզում է թող հասկանա, անխոչնդոտ անցումը, դա միջանցքն է, որովհետև երբ գործընկերները փորձեցինք հասկանանք Նիկոլ Փաշինյանից, այդ անխոչնդոտը որն է, ինքն ասում է, դե օրինակ ԵԱՏՄ, հիմա ԵԱՏՄ-ում այսքան խնդիրներ կան։ Փոխարենը ինչ որ անորոշ առավելություն, ասում եք, կարող է այդ անորոշ առավելությունը փողն է, որը դուք առաջարկում էիք դեռևս 2001 թվականին։ Հիմա ինչա, մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մի անգամ, որտեղ խոսք չի եղել, որ դա եղել է մշտական գործողություն, կոնկրետ ակտաուից ցորեն բերել Հայաստան։ Ասում եք, անխոչնդոտ նշանակում է միջանցք։ Նախ Հայաստանը չեք պաշտպանում, ակնհայտ է, եթե այսպես եք մեկնաբանում, պաշտպանում եք դռիվ այլ բան։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն փաստաթղթի մեջ դուք չեք նկատում, որ գրած է միջազգային իրավունքի ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։ Մեր փորձից քմծիծաղ եք տալիս, որովհետև ձեր քաղաքական երևակայության մեջ այդ սկզբունքը ազգերի ինքնորոշումն է։ Այդպես ցույց տվեցին այն փաստաթղթերը, որը որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց։ Նույն ԵԱՀԿ-ի շրջանակներում մեր դառը պատմությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի համար դա գերակա է։ Բայց վերադառնանք այս կոնտեքստին, անխոչնդոտը մի հատ բառ է։ Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի սկզբունք։ Այդ երկուսը ինչու՞ չեք կարող իրար հետ հարաբերակցեք։ Ընդ որում տարածքային ամբողջականության սկզբունքը մենակ չի գրած։ Գրած է սահմանների անխախտելիության հետ, մյուս սկզբունքների հետ։ Ինչի է սովորական այդ հայերեն անխոչնդոտ բառը ձեզ համար գերակա մնացած բառերի նկատմամբ։ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումար հատկացնել 0-ից 18 տարեկան երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի ծրագրին։ Այսպիսով 1100 երեխաների համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման ծրագիրը։ Գործադիրի նիստի մանրամասները ռեպորտաժում։ Նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարարը Ստանայ Թավանեսյանի շաքարային դիաբետի կառավարման եւ ճշգրիտ տվյալների ապահովման այս համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։ Մեր շահառուները օրական 5-ից 6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց եւ երեխաների համար մատը ծակելը թե հոգեբանական եւ թե շատ առումով կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում եւ հաճախ նաեւ հրաժարվում են երեխաները այդ չափումները իրականացնել, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն։
Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել թե հիպոգլիկեմիկ, թե հիպերգլիկեմիկ շոկերը եւ ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը եւ դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով։ Հարյուրավոր երեխաների կյանքը էականորեն փոխվելու է այս ծրագրով։ Դիաբետը դառնալու է կենսակերպ, այլ ոչ հիվանդություն։ Սա դիաբետի կառավարման գերժամանակակից միջոցներից է, բայց ոչ այն տեսակը, երբ ինսուլինի ներարկումը տեղի է ունենում ավտոմատ եղանակով։ Այս հստակեցումից հետո վարչապետը հարց տվեց ծրագրի ժամկետների մասին։ Շաբաթվա վերջ կքննարկվի, որ ասեցին, բայց դեռ չի հասել։ Սարքերը երբ կհասնեն։ Պարոն վարչապետ, մատակարարումները սահմանված են մինչև տարեվերջ եւ այսպես խմբականակներով մենք կստանանք այս սարքերի տեղադրումը որոշակի իրենից նաեւ խորհրդատվություն է ներկայացնում եւ այդ ամեն ինչը մտած է։ Այսինքն երեխաները կհրավիրվեն, իրենց բժիշկը եւ բուժքույրը ամբողջապես կիրականացնի փակցնումը սարքի եւ նաև կրթական հատվածը եւ այսպես խումբ մենք մինչեւ տարվա վերջ ուրեմն պիտի ապահովենք։ Ապա անդրադարձ եղավ ճանապարհաշինական ծրագրերին միջին նորոգման աշխատանքների համար կառավարությունը կտրամադրի 2.9 միլիարդ դրամ, ինչը նախատեսված է 58 կիլոմետր ճանապարհի համար։ Ընթացիկ տարվա ընթացքում արդեն հիմնանորոգվել է 400 կիլոմետր ճանապարհ։ Այս տարի 500 կիլոմետրը կարողանում ենք իրատեսորեն հասցնել։ Ամբողջովին, պարոն վարչապետ, նախատեսվածից ավելի շուտ կիրականացնենք։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները, փաստացի 100 կիլոմետր է մնացել, որից մոտավորապես 40 կիլոմետրի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է, դեկտեմբերին ասֆալտ չենք անի։ Վարչապետը երթով թվարկեց արդեն հիմնանորոգված եւ ընթացքի մեջ կամ շինարարության սկզբնական փուլում գտնվող ճանապարհներն ու համայնքներում ավարտված եւ ընթացող սուբվենցիոն ծրագրերը, ապա անդրադարձ եղավ գյուղատնտեսական ապրանքի մթերման եւ արտահանման ցուցանիշներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման 14% աճ կա, իսկ խաղողը էկոնոմիկայի նախարարի խոսքերով արդեն մթերվել է 99%-ով։ Քննարկումների ժամանակ շոշափվեց նաեւ Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությունը, որի մասին վարչապետը խոսել էր նաեւ Թբիլիսիում։ Դա շատ կարևոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետև տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում, վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Ապա կառավարության ղեկավարը հերթական տվյալները ներկայացրեց գրանցված աշխատատեղերի մասին։ Նոր տվյալներով նոր ռեկորդ է գրանցվել։ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ մենք առաջին անգամ պատմականորեն Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հատել է 800,000-ի սահմանը, պատմականորեն երբեք մենք նման թիվ չենք ունեցել եւ կազմել է սեպտեմբերի դրությամբ 805,687։ Մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աշխատատեղերը գրանցված ավել են 37,140-ով կամ 4.8%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ 222,912-ով կամ 38%-ով։ Պետնախագահի խոսքերով, սակայն դեռ կա եւ ստվեր եւ չգրանցված աշխատողներ ու թեր հայտարարագրված աշխատավարձեր։ 9 ամսում ՊԿ 2000 չգրանցված աշխատատեղ է բացահայտել։ Աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է կյանքը այդ աշխատողի։ Ինչի, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այսինքն չձևակերպելով աշխատավարձ տալով կանխիկ, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեկից, զրկում է մեքենա գնելու հնարավորություն, նորմալ ապրելու հնարավորությունից։ Եվ այս իմաստով մեր
քաղաքացիները, ովքեր որ ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրանք խապված են եւ այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրանք կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրանք կարող են ունենալ։ Երբ որ խոսում ենք ստվերի չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրանց հետևից ենք ընկել։ Մենք իրանց հետևից չենք ընկել, մենք իրանց շահերից ենք ելնում եւ մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Մինչև տարեվերջ օգտագործողները կստանան կարգտահարության վնասների մասնակի փոխհատուցում։ Կառավարության որոշումը վերաբերում է 2 տարիների 2024 եւ 25 թվականների կարգտահարությունների հետևանքներին։ Միայն այս տարի Շիրակի մարզում 2 անգամ տեղացած կարկուտից 4200 հեկտարից ավելի ցանկատարածքներ են տուժել։ 2 հեկտար կարի եմ 1 հեկտար ցորեն, հեկտար 20 ավյոս, 20-րդ տագան կարտոֆիլ, հետո ծառեր ունիմ, ամբողջությամբ վնասել է, ես տարի վաբշե պետքի ակնկալիք չեղավ։ Ոսկեհաս գյուղի հողագործի կրած վնասներն են հունիսի 14-ի կարկուտից։ Գյուղի 420 տնտեսությունից 300-ի բերքին վնաս է եղել, իսկ ընդհանուր ամենաշատը տուժել է Նախուրյանի տարածաշրջանի հողերը։ 16 գյուղերի 100-ավոր տնտեսություններում կարգտահարության վնասներ են հաշվել։ Ոսկեհասկի վարչական ղեկավարի մոտ են գյուղացիների դիմումները ցանկերի 100%-անոց վնասվածության մասին։ 370 հեկտար կարի, 179 հեկտար ցորեն է եղել, մի 12 հեկտար արևածաղիկ է եղել, եգիպտացորեն մի 6 հեկտար երևի, ես մի անգամ եմ ասել ու այդ հաստատ էլի 100% վնասված է եղել։ 2 հեկտար բան ունենք, ցորեն ունենք ցանած, հեկտար մել գարի ունենք ցանած։ Դոնք вообще ոչ քաղեցինք, ոչ բան, այս կողմից էր, բան կարգուտը այս կողմից տվեց, լրիվ չարտեց։ Իմս 2 դաշտ ունիմ, համ գրանիսն ունիմ, համ ստեղ դարի յետևն ունիմ։ Ցանածս հեչ բան չենք քաղե, բացարձակ, հեչ բան չենք ունեցե, որտեվ ավիրեց խոտ վախտը, կանաչ վախտը։ Բայց վնասի չափերն ուսումնասիրած մարզային հանձնաժողովը 100%-ով վնասված ցանկատարածքներ չի արձանագրել։ Ախուրյանի տարածաշրջանի 16 եւ Արթիկի տարածաշրջանի 2 բնակավայրերում վնասի չափը գնահատվել է 30-ից 90%, եւ սա վերաբերում է 420 հեկտար ցանկատարածքների։ Բնականաբար կերակշիռ հատվածը հացադիգային մշակաբույսեր են, կա նաեւ կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի ցանկատարածություններ, որոնք էլի կգնեն վնասվել են տարբեր վնասվածության աստիճաններով։ 40-ից ավելի եւ մինչեւ 100% բերքի կորուստն է ենթակա մասնակի փոխհատուցման։ Կառավարության որոշման փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, իսկ դրանց ծավալներն այնքան մեծ են, որ փոխհատուցումը կլինի մասնակի։ Տոկոսային հարաբերությունից ելնելով հացադիգային մշակաբույսից աշնանացան ցորենը 55000 դրամի սահմաններում է, գարնանացան գարին 47000, եթե 100% վնասվածություն ունի։ Մնացածը արդեն կարտոֆիլը 446000, մնացածը էլ եգիպտացորենը 120 երևի։ Այդ ամեն մշակաբույս իր չափով Դե հեկտարին 200,000 ծախս է կենից, սերմով, մեխանիզացիայով 200,000 ծախս է կենից։ Մի կառավարություն 200,000 վերադարձու գյուղացում։ Ինչ կանել որ պետությունը տա, այդ կանին ինչ պետք է բավարարի, այդ ցավը տանի, մարդիկ միլիոններ են ծախսել։ Անձամբ մարդիկ անհատները միլիոններ են ծախսել, չի է կռնա պետությունը այդ կանին փոխհատուցել։ Մասնակի փոխհատուցման ենթակա չեն տնամերձ հողամասերում մշակածի կրած վնասները։ Տիկին Ծաղիկը տնամերձում մրգաթու 70 ծառ ունի, կարկուտն ամբողջությամբ ջարդել է։ Ոչ մի տեսակի միրգ չի հասցրել հասուն բերք դառնալ։ Կարկուտից հետո որոշ մշակաբույսեր նորից է ցանել, բայց չի հասցրել աճել։ Ահա տիա իմ բաղջեն 70 ծառ ունիմ, բադամի ծառ է, խնձորի ծառ է, դեղցի ծառ է, դեղցը այն ինչ ծաղիկ էր բռնե վրեն որ թափավ ցավը տանիմ։ Դիբարները 10 ռես տնգել եմ ու չեմ քաղել, կաղան բանդեր նոր եղել է մեջը աշնան խեղտ դրանց անին կարգուտից հետո էլ ջուր չկար, արևներ արդեն սպանես թողես լոբից հետ, հեչ մի բան չունիմ, ինչ որ դաշտի նահատուցում կուտակ ու ես ստորով պետք է ապրեի, ստոր հեչ հատուցում չեն տա։ 2024 թվականին էր Ոսկեհաս գյուղի տնտեսություններն էր ամենաշատը վնասել կարկուտը։ Հիմա բնակիչների դիմումներն են հավաքում վերահաշվարկելու 1 տարի առաջվա կարգտահարության վնասները։ Նախորդ տարի մարզում վնասվել էր մոտ 2100 հեկտար ցանկատարածք։
Հին ու նոր տարիների կարկուտների վնասների մասնակի փոխհատուցումը որոշակի օգուտ է լինելու աշնանացանի աշխատանքներին։ Մանավանդ աշնանացան ցորենի ցանկը դերևս շարունակվում է եւ գիտենք պայմանավորված նաեւ բուսաբուծության աջակցության ծրագրով այս տարի կունենանք ցորենի ցանկատարությունների ավելացում եւ սա եւս մեկ խթան է գյուղացիական տնտեսություններին, որ ստացած այդ աջակցության գումարները կուղվեն գյուղատնտեսությանը եւ գյուղատնտեսությունում կունենանք համախառն արդյունքի ավելացում։ Փոխհատուցման ենթակա հողերի չափի տվյալներն ըստ վնասվածության աստիճանի ամփոփվելու են մինչև հոկտեմբերի 31-ը։ Նոյեմբերի 10-ից սկսած տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են փոխհատուցման գումարները։ Շիրակի մարզում մասնակի փոխհատուցման գումարի նախնական չափը նշվում է 184 միլիոն դրամ։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարներն էլ իրենց հերթին այսօր հաստատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Միջազգային նորություններից կարևորները ներկայացնենք տեսանյութում։ Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը, իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է կիրառում ռուսական երկու խոշոր նավթային ընկերությունների՝ Ռոսնեֆտի եւ Լուկոյլի նկատմամբ։ Վաշինգտոնը հայտարարել է, որ այդ քայլը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղության գործընթացին լուրջ հանձնառության բացակայությամբ։ Հիմա ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ անհապաղ հրադադար հայտարարել։ Հաշվի առնելով նախագահ Պուտինի հրաժարումը դադարեցնել այս անիմաստ պատերազմը, ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների նկատմամբ, որոնք ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան։ ԱՄՆ պատժամիջոցները վերաբերում են նաև Ռոսնեֆտի 34 դուստր ձեռնարկություններին։ Մեկնաբանելով Բեսենտի հայտարարությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ մեծածավալ պատժամիջոցները կարճատև կլինեն։ Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Եվրամիության դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փուլի շուրջ, որը ուժի մեջ կմտնի այսօրվանից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության նախագահ Հողդանյան։ Պատժամիջոցների փաթեթը ներառում է մինչև 2027 թվականը Ռուսաստանի հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը եւ այսպես կոչված թվերային նավատորմի տանկերների սև ցուցակում ընդգրկումը, որոնց միջոցով Ռուսաստանը արտահանում է իր նավթը եւ նավթամթերքը։ Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների բանկերի, ինչպես նաև մի քանի կրիպտոարժութային բորսաների դեմ։ Եվրամիությունը նաև երկրորդական պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի եւ Հնդկաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները կամ գնել ստվերային նավատորմի կողմից տեղափոխվող ռուսական նավթը։ Իդեպ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները 50%-ով կրճատել են ռուսական նավթի ներմուծումը։ Այս մասին հաղորդել է Reuters-ը։ Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ Հնդկաստանը այս որոշումը կայացրել է Միացյալ Նահանգների հետ բանակցություններից հետո։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցից հետո վերջինս խոստացել է դադարեցնել ռուսական հումքի գնումները։ Իդեպ օգոստոսի վերջին Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք էր սահմանել հնդկական ապրանքների վրա Ռուսաստանից նավթի ներմուծման պատճառով։ Եվրամիությունը դեռևս պահոստային ռեժիմում ունի երկու լայնածավալ պատժամիջոցներ՝ գազի էմբարգո եւ Եվրոպայում սառեցված ռուսական ոսկու եւ արտաժույթի գրեթե 300 միլիարդ դոլարի առգրավում։ Սակայն ռուսական գազի գնորդներ Հունգարիան եւ Սլովակիան կտրականապես դեմ են դրանից հրաժարվելուն։ Եվրամիության ակտիվների բռնագրավումը պահանջում է ԱՄՆ աջակցություն, որը եվրոպացիները դեռևս չեն ստացել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բրյուսելում մասնակցելու է Եվրամիության գագաթնաժողովին, իսկ ուրբաթ օրը նա կմեկնի Լոնդոն վճռականների կոալիցիայի հանդիպմանը, որը Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների խումբ է եւ որը պատրաստ է հրադադարի դեպքում խաղաղապահ զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ, չնայած նոր պատժամիջոցների սահմանմանը։ Այս մասին լրագրողներին ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հավելելով, որ երբ կա խաղաղության հասնելու հնարավորություն, իրենք միշտ պատրաստ են երկխոսության։ Համաշխարհային շուկան կտրուկ արձագանքել է ռուսական նավթային ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցներին եւ այսօր նավթի գները բարձրացել են ավելի քան 3.5%-ով։ Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար $64, հայտնում է Deutsche Welle-ն։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։
Միացյալ Նահանգների կոնգրեսի սենատը վերջին շաբաթների ընթացքում արդեն 12-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որն ուղղված էր դաշնային կառավարության ֆինանսավորմանը, որն այժմ մասնակիորեն դադարեցված է։ Ներկայացուցիչների պալատի հավանության արժանացած փաստաթղթին կողմ է քվեարկել կոնգրեսի վերին պալատի 54 անդամ դեմ 46-ը։ Օրինագծի հաստատման համար անհրաժեշտ էր սենատորների 60 ձայները։ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ից։ Կառավարող հանրապետական ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի վերաբերյալ։ Դեմոկրատներն ու հանրապետականները միմյանց մեղադրում են շատդաունի հրահրման եւ քաղաքական նպատակներով դրա ձգձգման մեջ։ Այսքան այս ժամի համար ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։